Ողջույն սիրելի հետևորդներ։ Կարծես թե Տրամպի հայտարարած տարօրինակ զինադադարը Իրանի եւ Իսրայելի միջև շարունակում է պահպանվել։ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելը պարզապես ցուցադրություն էր, քանի որ Թրամփը երկար տարիներ ամուր կապված էր Ամերիկայում իսրայելական լոբբիի հետ։ Նա իր ողջ կյանքում նրանցից ֆինանսական աջակցություն էր ստացել։ Օրինակ, Ադելսոնների ընտանիքը Լաս Վեգասում եւ Մակաոյում հայտնի կազինոների սեփականատերերը մշտապես նրան աջակցել են, թե ֆինանսական դժվար ժամանակներում եւ թե նախագահական քարոզարշավների ժամանակ 2020 եւ 2024 թվականներին։ Նա նրանց ահռելի գումարներ է պարտք։ Գործնականում խիստ կապված է եղել նրանցից, ուստի անհրաժեշտ էր այդ կապերը խզել։ Թրամփը բացարձակապես չի ցանկանում պատերազմ Իրանի հետ։ Նա ըստ ամենայնի նախազգուշացրել էր իրանցիներին սպասվող հարձակման մասին։ Իրանի իշխանությունները լավ նախապատրաստվել էին, դուրս բերելով բոլոր ռադիոակտիվ նյութերը եւ միջուկային բաղադրիչները եւ ապահովելով անձնակազմի անվտանգությունն ու սարքավորումների ապահովությունը։ Ավելին, Քելոգը ժամանել էր Մինսկ։ Ակնհայտ էր, որ նրա այցը կապված չէ Սերգեյ Տիխանովսկու ազատ արձակման հետ։ 6.5 ժամ են տևել այդ բանակցությունները։ Սովորաբար նախագահական մակարդակով այդքան երկար չեն բանակցում։ Հաշվի առնելով Քելոգի մասնագիտացումը Իրաքի շիիթական հատվածի ու Իրանի հարցերում, դժվար է պատկերացնել, թե ինչ գործ կարող էր ունենալ Լուկաշենկոյի հետ։ Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ այդ ընթացքում տեղի է ունեցել ուղիղ կապ գուցե Թրամփի, Պուտինի, հնարավոր է Սի Ցզինպինի մասնակցությամբ։ Չի բացառվում նաև, որ խոսակցությունը տեղի ունեցել Փեզեշկյանի եւ Լուկաշենկոյի աշխատակազմերի հետ։ 6.5 ժամը լուրջ ժամանակահատված է։ Մանավանդ, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե Քելոգը Լուկաշենկոյի հետ քննարկել է Ռուսաստանը եւ Չինաստանը։ Այդպիսի թեմա Բելարուսում քննարկելու անհրաժեշտություն չկար։ Ամենայն հավանականությամբ նրա այցի նպատակն է եղել հասկացնել, որ լուրջ ռազմական գործողություններ չեն սպասվում։ Հարվածները կլինեն իմիտացիոն բնույթի։ Իրանի առաջ ընտրություն էր դրված հարվածել ամերիկյան ռազմաբազային, թեկուզ ձևական, ներքին կրքերը հանդարտեցնելու համար։ Նրանք նաև հարվածեցին Իսրայելի, քանի որ ամերիկյան ագրեսիայի պատասխանատվությունը պետք է կրի Իսրայելը։ Այժմ իրանցիները ցուցադրում են, որ ունեն ժամանակակից հրթիռ 1.5 տոննա մարտագլխիկով։ Դա չափազանց հզոր զենք է, միայն զիջում է փոքր-ինչ ամերիկյան սուպեր ռումբերին, որոնք ունակ են ներթափանցել իսրայելական հոբ համակարգեր։ Եվ դրան գումարած այն, որ Իրանի հսկայական տարածքում, հատկապես լեռնային շրջաններում հրթիռային համակարգեր հայտնաբերելը չափազանց բարդ խնդիր է, ինչպես Իսրայելի, այնպես էլ ԱՄՆ-ի համար։ Մանավանդ Իրանում լրտեսական ցանցի վերացման հետևանքով նրանք լուրջ հետախուզական կորուստներ են ունեցել։ Իսկ Իսրայելում կարելի է ասել, որ ցանկացած հարված ինչ որ ազդեցություն կունենա։ Թիրախավորելով քաղաքացիական տարածքները հնարավոր է պանիկա տարածել, անգամ հարվածել ռազմական օբյեկտներին, եթե հաջողվի։ Բայց իրականում այն նշանակություն չունի, քանի որ Իսրայելը ըստ էության ռազմականացված պետություն է։ Հրթիռային կայանները այնտեղ տեղադրված են քաղաքային տարածքներում, Թել Ավիվում, Հայֆայում։ Նույնիսկ փողոցներում ու հրապարակներում տեղադրված են հոբ համակարգեր, որոնք կրակում են անմիջապես քաղաքների կենտրոններից։ Իրանը հայտարարել է, որ այսուհետ Իսրայելը պատասխանատու կլինի ամերիկյան գործողությունների համար, եւ այդ երկրի համար ծանր ժամանակներ են սպասվում։ Նետանյահուի մանիպուլյացիաների պատճառով պատժվում են սովորական մարդիկ։ Թրամփը լուծեց իր խնդիրը, դուրս գալով հրեական լոբբիի ազդեցությունից։ Իրանը միավորում է ժողովրդին Վիլայաթ Ֆաքիի, Ռաբարի կամ նրա հաջորդի շուրջ։ Պատերազմը Իրանի համար դառնում է հայրենական, Չինաստանը գաղտնի աջակցում է Իրանին։ Իրանը հրթիռների համար միայն անհրաժեշտ չիպեր չունի։ Հրթիռները պարզապես վառելիքով ու պայթուցիկով լցված մետաղյա խողովակներ են, որոնք առանց կառավարման չիպերի անօգուտ են։ Իսկ այդ չիպերը արտադրում է միայն Չինաստանը, ուստի Չինաստանը ըստ ամենայնի անուղղակի աջակցություն կցուցաբերի։ Թրամփը պայմանավորվել է Ռուսաստանի հետ, որպեսզի վերջինս ստանա Ուկրաինան Իրանին բացահայտ չաջակցելու դիմաց, չնայած անուղղակի աջակցություն վստահ եմ կլինի։ Հետևաբար ես դա չեմ դիտարկում որպես ամերիկացիների ֆանտաստիկ հաջողություն։
Իսրայելի համար չափազանց տհաճ զարգացում է, քանի որ Իրանի եւ Իսրայելի հակամարտության հանգուցալուծում այս պահին տեսանելի չէ։ Աշխարհում կան բավարար ուժեր, որոնք կարող են օգնել երկու պետություններին հաշտվելու եւ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Խնդիրն այն է, որ անհրաժեշտ է կողմերին հնարավորություն տալ դեմքը պահել։ ԱՄՆ-ը այդ հարցն արդեն լուծել է, պատվով դուրս գալով իրավիճակից։ Այժմ Իսրայելը պետք է հայտարարի, թե հաղթել է, Իրանը նույնպես։ Դրանից հետո հնարավոր կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Դե ինչ, սիրելի հետևորդներ, եթե հավանեցիք այս հաղորդումը, կխնդրեի սեղմեք հավանելու կոճակը եւ բաժանորդագրվեք։ Կհանդիպենք հաջորդ թիվ։ Ցտեսություն։